Արգելի գորիսեցիներ, ողջունում եմ բոլոր կողքի համայնքի բնակիչներին։ Նախ սկսենք նրանից, նոր խնջարոց կմել ասացի, ես տալիս եմ մի հատ հարց, ու դրա պատասխանը ուզում եմ լսել բոլորից, որն է աշխարհի ամենաուժեղ զենքը, որը գտնվում է Հայաստանում, որի արժեքն է 100 դրամ։ Դա Նիկոլ Փաշինյանի գրիչն է, որ 18 թվականին ընտրությունների նախընտրական շենին գոռաց դուխով, կոտրեց ամբողջ դուխը, հայ ազգի, երիտասարդների դուխը, զինվորի մարտունակությունը, երկրորդ, 21 թվականին, գոռաց, ապագա կա, սա ապագան, երրորդ, 26 թվականին, կկործնենք ամեն ինչ, եթե մի մարդ գնում է Թուրքիա, ոտքերը հանում է, մտնում մզկիթ, կապույտ մզկիթ, մեր եկեղեցիների չուլ անարմանում, ինչ պետք է սպասեք նման մարդուց։ Այսօր Արցախը, ասում է Արմաթայը հռչակագրով Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Լավ, եթե դուք գիտեիք, որ այդ հռչակագրով պատկանում է Ադրբեջանին, ինչի գերագույն հրամանատար, հրաման տվեցիք նույնիսկ իր որդին գնաց Արցախում ծառայելու։ Այսօր իր որդին ինքը գնում էր տեսնում է կորոնավիրուսի ժամանակ, ուղղաթիռով մարդիկ մնացին իրենց երեխաների կարոտ։ Այսօր արցախցիները իրենց գերեզմանների կարոտ են։ Խնդրում եմ ոտքի կանեք, մեկ էլ չի նույնը կրկնեք, նույն սխալը կրկնեք ու մնաք մեր գերեզմանների կարոտ, մեր ամեն ինչին կարոտ։ Հիմա մեծամասնությունը շատ է, բոլորը վախենում են, ոչ թե վախենում են սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ եղեք ինչպես ինքն ասում, բայց իր անման չէ, դուխով կատարեք ճիշտ ընտրություն, որ վաղը աթոռ դնելու տեղ ունենաք, հայրենիք պաշտպանելու տեղ ունենաք, այսօր զինվորին ասում, զինվորը հերոսի, հերոսը հարկատուն է, ոնց կարող է հարկատուն ՀԴՄ կտրուն խմբի հերոսը լինի, հերոսը զինվոր է, եթե այսօր մեր զինվորի, մեր բանակի ողնաշարը չուղենք, վաղը մեկել է գտնելու արցախցիների օրը։ Այսօր մոսկիթներ Արցախում գերեզմանները քանդում են, այսօր եկեղեցին քանդում են, մեր լուռ ու մոզ լսում են, Մասիսարը հանում են, վաղը Սյունիքն են հանելու, và նույն դուխով մարդիկ չէի կապաների գնում, հիմա եկեք գնացեք, այլ ընտրակային ճանապարհով է գնում։ Արցախցուն թողեցիք մենակ, ասում եք փարոխ ու ձեզորնյակ, հիմա չենք ուզում եք մեր տեղ գյուղից սկսած, Գորրի ձորից սկսած ամբողջ Հայաստանը սարքել է թալիշ, չենք ուզում նույնը կրկնվի, շնորհակալություն սիրելի ժողովուրդ։